Այն աղետը, որի առաջ մենք կանգնեցինք 2020 թվականին, մեր բոլորի, այդ թվում եւ, բայց ավելի շատ ձեր մեղքով, բայց դա էական չի, ձեր սարքած կեց նարատիվների, բայց էական չի, այդ թվում եւ մեր մասնակցությամբ մեծ մոլորությունների, այսպես ասած, ծուռ հայլիների աշխարհում շարունակաբար գտնելու հետևանք էր։ Եվ հիմա, երբ որ գնացել ենք, եւ էլի շատ բարձունակ ձևակերպեմ, գլուխներս խփել ենք այն պատին, մենք փորձում ենք ասել, այստեղ է տարբերությունը, ասել Ժորժ ջան, սենց որ անում ենք անընդհատ 800 տարի առաջ, 400 տարի առաջ, 70 տարի առաջ, 5 տարի առաջ, ոնց որ թե ճիշտ չի գնում ենք անընդհատ խփում ենք գլուխներս այդ պատին ու արյուն ենք տալիս ու երիտասարդներ ենք օրում ու ամեն ինչ հիմա ասում ենք գուցե կարող է ճիշտը մի քիչ սենց գնանք օրինակ անընդհատ մեր նկատմամբ պատմությունը մերն է պարզ է ունեցել ենք մեծ հայք ունեցել ենք հասկանա բայց անընդհատ գնալ այդ երազանքի հետևից եւ անընդհատ արհամարել մեր ունեցած իրական Հայաստանը եւ դա համարել զուտ ոտատեղ սուրբ հողահավաքի, որը պետք է չգիտեմ, Վրաստանից խլի ես, Ադրբեջանից խլի ես, Պարսկաստանից խլի ես, Թուրքիայից խլի ես եւ թողեք ես խոսեմ էլի։ Խոսը էս, սա մեր նկատմամբ առաջացնում է ատելության միջավայր եւ այն մարդիկ էլ ուզում են մեզ տան սպանեն, որ մենք իրանցից չխլենք, էս։ Շատ բարձունակ եմ ներկայացնում ուղղակի ես գործը։ Հիմա ասում եք Ժորժ ջան, կարող է չարժի այդ գիծը շարունակել, ոչ թե կարող է, այլ ասել համոզված ենք, որ չարժի, բավական է Հայաստանի ժողովուրդը սին պատրանքներով շարունակի արյունակամ լինել եւ կորցնել այն, ինչ որ մենք երջանկություն ունենք ունենալ, անկախ պետականությունից։ Մենք 3 միլիոնով, պայմանական ասած, պլյուս մինուս մի հոգի, 10 հոգի ունենք Հայաստանի Հանրապետությունը, մեզ բախտ է վիճակվել դա ունենալ, եւ մենք այդ Հայաստանի Հանրապետության հետ խաղում ենք, որպեսզի ունենանք ինչ որ մի այլ կտոր հող, ջանդամթե, եթե դա գինը չի պետականության կորուստը եւ ինչ որ մի մեծ կեղծ երաշխավորի թևի տակ տեղավորվելը։ Սա կործանարար է մեր կարծիքով։ Դուք կարծում եք, որ չէ, իհարկե ես համոզված եմ, որ դուք չարաչար սխալվում եք, բայց նաև ես հիմա գնում եմ մարզեր, ես տեսնում եմ, որ մարդիկ հասկանում են ինչ որ մենք ենք առաջարկում, մարդիկ պաշտպանում են ինչ որ մենք ենք առաջարկում եւ հունիսի 7-ին այո, կլինի վստահության հանրաքվե ինչ որ առումով եւ ելի հերթական անգամ կտեսնեք, որ դուք սխալ էիք եւ մենք ճիշտ